Հաղորդման գլխավոր հովանավորն է Նակոյլ ընկերությունն իր Motul ապրանքանիշով։ Автомобиль или мотоцикл не имеет значения. Выбор масла очевиден. Матюль. Горячая страсть. Холодный расчет. Բարև սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ կրկին ողջունել ձեզ ավտոդրայվի եթերում և կփորձեմ ձեզ փոխանցել տոնական ուրախ տրամադրություն, քանի որ այսօր մեզ սպասում է հետաքրքիր ու հիշարժան իրադարձություն։ Այն յուրաքանչյուր հայի սրտում հպարտության զգացում է առաջացնում։ Խոսքը մեր մայրաքաղաքի հիմնադրմանը նվիրված միջոցառումների մասին է։ 2797 տարեկան։ Ահա այսքան հին է մեր մայրաքաղաքը։ Կարծում եմ բոլորդ էլ գիտեք, որ հիմնաքարը դրել է Ուրարտական Արգիշտի արքան, կառուցելով Էրեբունի ամրոցը։ Սակայն հիմնադրման ու կառուցման պատմությանը ես այսօր չեմ անդրադառնա։ Էրեբունի Երևանի տոնական միջոցառումների շարքում մեր հաղորդման հետաքրքրությունների շրջանակներում են հայտնվել ավտոմոտոսպորտին վերաբերվող իրադարձությունները։ Իսկ դրանք այսօր բավական շատ են, բայց ամեն ինչի մասին հերթով։ Նախ մի քանի խոսք մոտոկրոսի առաջնության մասին։ Այսօրվա միջոցառումը կազմակերպված է քաղաքապետարանով, կազմակերպված է Էրեբունի Երևանի տոնի կապակցությամբ։ Մենք էլ անցկացնում ենք միանգամից քաղաք Երևանի առաջնություն մոտոկրոսից։ Հաջորդ տարին, չգիտեմ, մենք պատրաստ ենք թե չէ, բայց մեր տամոժնյան էլի այս անգամ էլի մեր տղաներին, վրացիներին հետ տվեց։ Այսինքն մարդիկ իրանց սեփական մեքենայով ու մոտոյով գալիս էին, այսօր թե չէ մի 4-5 հոգի ու եկա թիմ ֆռած հետ։ Մեր Հայաստանում ասեցին, որ երկու տեխնիկա չի կարելի իրար հետ մտնել, այսինքն մոտոն, որ գցած է պրիցեպի վրա, չի կարելի, որ իր սեփական է։ Ինչպես մեզ ներկայացրեց Արսեն Սարգիսովը, Մոնթե Մելքոնյանի պողոտային հարող տարածքում անցկացվեց մոտոկրոսի Երևանի բաց առաջնությունը, բայց մինչ մոտոցիկլիստները կպատրաստվեն իրենց մրցություններին, տեղի է ունենում ցուցադրական ելույթ ավտոմեքենաներով։ Կյանքում էլ քեզ չի մոռանա, իսկ ով այստեղ է հենց ընվել, քո կենարար հույսով սնվել, ամենջ կարող է քեզ ասել։ Ահա և մեկնարկում են մոտոցիկլիստները։ Նրանք պետք է կատարեն 3 հաշվարկային մրցելույթ, որոնց հիման վրա էլ արձանագրվում են նրանց վերջնական արդյունքները։ Ավելորդ չի նշել, որ կրոսը մոտոսպորտի ամենադիտարժան մրցաձևերից մեկն է։ Այստեղ կա ամեն ինչ՝ և արագություն, և ռիսկ, և դրայվ, մի խոսքով։ Մոտոցիկլիստները չեն ցանկանում տեղը զիջել մրցակցին։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս օգտագործել շրջադարձերը, որպեսզի շրջանցի հակառակորդին։ Մարզիկների համար լրացուցիչ դժվարություն է ներկայացնում այն հանգամանքը, որ անիվների տակից բարձրանում է խիտ փոշի ու փակում տեսադաշտը։ Հողաթմբերն էլ մյուս կողմից, սակայն դրանք մոտոկրոսի անբաժան մասն են կազմում, և առանց դրանց այս մրցությունը ուղղակի անհետաքրքիր կլիներ։ Մոտոկրոսի մեջ հատկապես տպավորիչ են ցատկերը, որոնք իրենց մեջ բավական մեծ բարդություն ու վտանգ են պարունակում։
Երևանի օրվան նվիրված մոտոկրոսի բաց առաջնությանը մասնակցում են հիմնականում Հայաստանը ներկայացնող մարզիկներ, թեև այն կրում է միջազգային բնույթ։ Ահա եւ վերջնագիծը, եւ մոտոցիկլիստները մեկը մյուսի հետևից ավարտում են իրենց մրցելույթները։ Այսքանով ավարտում ենք Երևանի օրվա առիթով կազմակերպված մոտոկրոսի բաց առաջնության մասին պատմող մեր տեսանյութը։ Երևանի 2797 տարեդարձի արդիվ միջոցառում ենք անում, ուրախացնենք մեր մոտոսիրողներին։ Ռուսաստանից ունենք հյուրեր եւ Վրաստանից։ Ասեմ, որ ողջունելի է նման միջոցառումները, վերջերս հաճախակ եմ տեսնում, կուզենամ, որ ավելի շարունակական լինի, որպեսզի էլ ավելի մասսայականություն վայելի, որովհետեւ բավականին այս վերջին տարիներս ասեմ, որ հետընթաց էր ապրում եւ մոտոսպորտը եւ ավտոսպորտը, ես երկար տարիներ միայն 10 տարի Հայաստանի հավաքականի անդամ եմ եղել, նախկին խորհրդային միության սպորտի վարպետ։ Կուզենամ, որ այս սպորտաձևը եւ մոտոսպորտը եւ ավտոսպորտը բավականին զարգացում ապրեն։ Եվ այսօրվա այս մրցումը կարծում եմ, որ դրա լավագույն ապացույցն է։ Ասեմ, բավականին, որ տարբերություն կա, բավականին աճել են սպորտսմենները, ասեմ, որ ռիսկային պահը, եթե վերջնենք սպորտսմենի ռիսկային պահը, զգում ես, որ բավականին աճել է։ Միայն տեխնիկապես զգում ես, որ շատ են զիջում, այսօր պետք է հնարավորություն ստեղծել սպորտսմենների համար, հատկապես ֆինանսական, զգում ես, որ տեխնիկաները շատ հին են, երևի անցյալ դարի տեխնիկաներ են, դուք էլ եք տեսնում, կարծում եմ, որ այսօր եթե կա շահագրգիռ կողմը կա, մնում է, որ նպաստել, աջակցել, օգնել միայն եւ օգնել, որպեսզի սպորտսմեններն ունենան համապատասխան տեխնիկա, որպեսզի կարողանան դուրս գան, միայն Հայաստանում, Երևանում չէ պետք։ Այժմ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի այլ համայնքներում։ Տեղափոխվենք մայրաքաղաքի կենտրոն, Միասնիկյանի հրապարակ։ Ինչպես ցույց են տալիս կադրերը, այստեղ հոծ բազմություն է։ Անցկացվում է արդեն ավանդույթ դարձած թյունինգ շոու, որի ժամանակ հանրապետության տարբեր վայրերից մեկտեղ են հավաքվում բազմաթիվ ավտոսիրողներ, ոմանք ցուցադրելու իրենց բացառիկ ավտոմեքենաները եւ տրանսպորտային միջոցները, ոմանք տեսնելու դրանք, ոմանք էլ պարզապես գալիս են զբոսնելու նպատակով։ Այստեղ ներկայացված են տարբեր ոճերի ռետրո ավտոմեքենաներ, ամենագնացներ, ինքնաշեն, բացառիկ ձևավորմամբ սպորտային ու ելի շատ տարբեր ավտոմեքենաներ։ Այնպես որ ամեն մեկը այստեղ կարող է գտնել իրեն հոգեհարազատ ինչ-որ մի բան։ Նշեմ նաև, որ այսպիսի շոուները արդեն ավանդական բնույթ են կրում եւ ամեն հաջորդ միջոցառմանը մասնակցում են ավելի մեծ թվով ավտոսիրողներ։ Հենց դրա շնորհիվ է, որ ավտոսպորտը եւ ընդհանրապես ավտոբնագավառը զարգացում է ապրում։ Բարձրանում է վարելու կուլտուրան, ինչու՞ չէ նաև ավելանում է հարգանքը վարորդների ու հետիոտների նկատմամբ։ Ինչևէ, անցնենք մեր հաղորդման հաջորդ հատվածին։ Իսկ այն իրենից ներկայացնում է ցուցադրական Drift Show։ Մենք բազմիցս ենք ականատես եղել դրիֆտ մրցությունների, որոնք իհարկե տարբերվում են ցուցադրական ելույթներից։ Ցուցադրական ելույթների ժամանակ մրցակցային լարվածությունը շատ ավելի փոքր է, ինչի պատճառով երբեմն այդ ելույթները ստացվում են ավելի գեղեցիկ։
Դրիֆտը շատ դիտարժան է, սակայն այն ավելի մեծ շքեղություն է ստանում, երբ կատարվում է երկու ավտոմեքենաների կողմից։ Այսպիսի ելույթները շատ նման են սինխրոն լողին, որտեղ ցանկացած համաչափ շարժում ավելի բարձր գնահատականի արժանանում։ Jordan, that's whack ass bitch, nigga. I come packed with 11 damn shots. I claim this city and I take your spot. Stay thinking about a white one, thinking about a grandson that I changed straight from the dark shit. No tape when I'm playing with the black gun, nigga. You ain't never been a god since the last run. No stance in the place that show. A lot of niggas tell me that I never really own. Track to the place, back, nigga. Tell me that I'm like a nigga, but my flow sick. Այ քեզ բան։ Դրիֆտ անելու հուսած ջանքեր է կատարում այս ռետրո ավտոմեքենան, որը բոլոր իրավունքներն ունի սա կոչելու ուղղակի պատվո շրջան։ Այժմ հերթով սահադաշտ են դուրս գալիս տարբեր մրցությունների մասնակից սպորտային հատկանիշներով ավտոմեքենաներ։ Այստեղ են նաև հայաստանյան դրագ մրցությունների մշտական ներկայացուցիչներ։ Եվս մեկ խափանում։ Տեսնում եք, թե ինչպիսի մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ավտոմեքենաները, նույնիսկ տեխնիկան չի դիմանում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է աչքի ընկնել կամ զարմացնել բացառիկ ու նոր հնարքով։
Այստեղ են այցելում նաև ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից։ Հավանաբար նրանք որոշել են հետևել մայրաքաղաք Երևանում անցկացվող տոնական միջոցառումների ընթացքին։ Նրանք մի քանի րոպե հետևում են դրիֆտ շոուին ու շարունակում իրենց շրջայցը։ Ահա տեսնում եք, թե դրիֆտի ժամանակ ինչպիսի մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում ավտոմեքենայի տարբեր հանգույցները և հատկապես անվադողերը։ Այժմ մեզ հետ իրենց տպավորություններով կկիսվեն հենց իրենք, ներկաները։ Մեքենան երևի 2 տարի է արդեն լրիվ պատրաստ վիճակում է։ Ինքը լուրջ անցողանակություն ունի բոլոր ճանապարհներում, թե ճանապարհներից դուրս, թե հարթ ճանապարհներում ոչ մի մեքենայի ոչինչով չի զիջում։ Իր ընթացքային դետալներից ստանդարտ Wrangler-ի ոչ մի բան չկա, բոլորը տյունինգային է ու շատ լուրջ տյունինգներ ավրեն արած, լիակ հարշակա լրիվ ինքը, 4 անիվները հավասար քաշում է, կլնի գետնի վրա, թե օդում, 4 լիտր շարժիչ է, մեխանիկական փոխանցումատուփ, բոլորը տյունինգ է արած, շարժիչից բռնած, փոխանցման տպից վերջացրած, ամեն ինչը փոխած է, ստանդարտ Wrangler-ից ոչ մի բան չկա։ Մեքենայի նատովքեն ու միտքն է։ Մեքենայի տիրոջ միտքն է, իմ ընկերոջ մեքենան է, ներկայացնեմ ումն է, մեր սովետական միության սպորտի վարպետ, օլիմպիադայի մասնակից, այսօրվա բոքսի ֆեդերացիայի նախագահ Արտուր Գևորգյանի մեքենան է։ Միջոցառումը կազմակերպված է իմ կարծիքով բարձր մակարդակի, մեր մայրաքաղաքի տոնին նվիրված, նորմալ է, լավ է, ժողովուրդը ուրախանում են, նախ ժողովուրդը շատ է, ոնց որ արդեն ժողովուրդը իր առօրյայից սիրում է կտրվի, գա միջոցառումներին մասնակցի, մենք էլ ուզում ենք մեր միջոցառումով ժողովրդի մեջ մտցնենք ավտոսպորտը, ավտոսիրողները շատ են, այս տարի ավելի լավ անցնում, քան անցած տարի։ Պայմանավորված է նրանով, որ արդեն աճել ենք, արդեն ժողովուրդն էլ է սիրում ավտոսպորտը, կան նրբություններ, դրիֆտ անողները արդեն նորմալ դրիֆտ են անում, նորմալ ստացվում է, մի խոսքով լավն է։ Այսօր եկել եմ Retro Music Club-ի ներկայացուցիչն եմ մեքենայով, Wrangler Rubicon-ով, աջակցում է մեր միջոցառմանը։ Փորձեցինք այսօր ամենագնացներով մասնակցել, միշտ մասնակցել ենք 08-ով, միշտ մասնակցել ենք սպորտային մեքենաներով, բայց այսօր փորձեցինք մեր ոճը փոխել։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, Ավտոդրայվին, որ միշտ մեր հետ է, միշտ մեր կողքին է, կարելի է ասել, թե ցեխերի մեջ, թե շոքին, թե անձրևին իրար հետ ենք, ու պլյուս ամենակարևորը, որ ընկերներ ենք Ավտոդրայվի հետ։ Շնորհակալություն Ավտոդրայվին։ Իմ ջերմ ու բարի քաղաք։ Շնորհավորում եմ մեր բոլորի տոնը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քաղաքապետարանին, որ այսօր տրամադրեց այսօրվա մեզ միջոցառումը ընդգրկեց քաղաքապետարանի միջոցառումների շարքում եւ տեսնում եք ինքներդ ինչպիսի բազմություն կա այսօր, ինչքան երկրպագուներ կան։ Ես սրտան շնորհավորում եմ բոլորի տոնը։ Այսօր այստեղ են հնաոճ մեքենաները, ինքնաշեն մեքենաներ, այստեղ դուք տեսնում եք սպորտային վիլիսներ, սպորտային ջիպեր, ովքեր մասնակցում են նաև օֆրոդին, նաև այստեղ ներկա են նաև տյունինգային մեքենաներ, դրիֆտի բոլոր մասնակիցները։ Մի խոսքով փորձում ենք ինչքան հնարավոր է ուրախացնենք մեր երևանցիներին։ Այսօրվա մեր տոնական հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հուսով եմ ձեզ հաճելի էր այն ուրախ մթնոլորտը, որը տիրում էր մայրաքաղաքի փողոցներում։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մայրաքաղաքի 2797 ամյակի կապակցությամբ։ Իսկ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հրաժեշտ եմ տալիս։ Մաղթում եմ ձեզ հաճելի ու բեղուն աշխատանքային շաբաթ։ Իդեպ, եթե բաց եք թողել մեր հաղորդումներից որևէ մեկը, կարող եք բացը լրացնել այցելելով մեր կայք 3w.autodrive.am։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Նակոյլ ընկերությունն իր Motul ապրանքանիշով։ Автомобиль или мотоцикл не имеет значения. Выбор масла очевиден. Матюль. Горячая страсть, холодный расчет.